Գյումրիում տեղ ունեցան ավականու ընտրություններ եւ այսօր այնտեղ բավական հետաքրքիր իրավիճակ է։ Բազմաթիվ դիտորդների վերլուծաբանների կարծիքով Գյումրու ընտրությունները ուղղակի խայտառակ ընտրություններ էին, համատարած գեղձիկներով, ուղղորդումներով մարդկանց, նաեւ վարչական ռեսուրսի տոտալ կիրառմամբ Եվ դրան զուգահեռ տեսնում ենք, որ Ադրբեջանը կրակում է Հայաստանի Հանրապետության ուղղությամբ, մասնավորապես Խնածախ գյուղի ուղղությամբ էին կրակ արձակել, վնասելով բնակելի տներից մեկը։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովի հետ։ Բարև պարոն Շարմազանով։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Շարմազանով, քվեարկության օրը տեսնում ենք բազմաթիվ խախտումներ եւ ազանգեր էին գրանցվում։ Ինչպես կգնահատեք Գյումրու ընտրությունները։ Նախ ոչ միայն քվեարկության օրը, այլ հենց ամբողջ քարոզարշավի ընթացքում ակնհայտ է, որ Փաշինյանի ռեժիմը աննախադեպ ադմինիստրատիվ ռեսուրս է կուտակել Գյումրիում եւ Գյումրիի ընտրությունը Նիկոլ Փաշինյանը անձամբ դարձրել էր կենաց ու մահու պայքար։ Պատահական չէ, որ քարոզարշավի ընթացքում էլ նա մեկնեց Գյումրի, այնտեղ հիստերիկ հայտարարություններով հանդես եկավ ամեն մի դիմադիր տեխնացուի, այո, ամեն մի դիմադիր տեխնացուի հետևում տեսնելով նախկին ղեկավարների կամ այս կամ այն նախկին ազդեցիկ պետական գործի ստվերը, այնուհետև վերջին օրով իր ամբողջ թիմը ԿՊԱ-ական խմբակը ազգային ժողովի նախագահի գլխավորությամբ էլի ուղղորդեց այնտեղ, իսկ ընտրության օրը մենք տեսանք, որ ամբողջ ԿՊԱ-ն մարզպետներով, նախարարներով, խնամի, բաջանաղաներ, ձակներով բոլորն այնտեղ էին։ Բայց նույնիսկ դա հնարավորություն չտվեց Նիկոլ Փաշինյանին երկրորդ քաղաքում Հայաստանի Հանրապետության հաջողություն գրանցել։ Հիշում եք, ընտրությունից առաջ նրանք բոլորը միաբերան պնդում էին, որ Գյումրիում իրենք հաղթելու են 50+1 ապահոված է, չնայած այդ խախտումներին, չնայած այդ աննախադեպ ճշմարտ ընտրողների վրա, չնայած այդ բռնոցիներին, որոնք տեղի ունեցան ընդդիմադիր տեխնացուների եւ մասնավորապես Մարտուն Գրիգորյանի նկատմամբ, նրա հոր եւ տղային ձերբակալեցին, այնուհետեւ վարչական տուժ տվեցին, ասենք վարչական վերահսկողություն դրեցին, 1-2 օր ընդդիմադիր տեխնացուներին քարոզարշավը խաթարեցին, վախի մթնոլորտ էր ամբողջությամբ Քվեարկության օրը տատիկների։ Այո, քարոզչական տերոր էր, բայց մենք տեսանք, որ ԿՊ-ն այդ ամեն ինչով հանդերձ 36% ձայն հավաքեց։ Ես կարող եմ ասել, որ ԿՊ-ի իրական ձայնը այնտեղ եղել է 6%։ Այդ 30%-ը եղել է իրանց ադմինիստրատիվ ռեսուրսի, իրանց պրեսինգի, իրանց վախի մթնոլորտի, կարծիք կա, որ համենայն դեպս համացանցում նման կարծիք կա, որ ֆինանսական մախինացիաներ են կատարվել, շահագրգռվածություն է եղել, այսինքն բավականին նորովի ձևով։ Այո, նոր տեխնոլոգիաներով, նոր ձևով, այնուամենայնիվ հավաքական ընդդիմությունը հաղթեց։ Այս ընտրությունը իմ համար կարևոր էր մի բանով, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը պարտվեց Գյումրիում։ Եվ Նիկոլ Փաշինյանին գյումրեցիները մերժեցին։ Սա ցավոտ հարված է։ Ընտրության ամենագլխավոր արդյունքը սա է իմ համար, որ հենց Փաշինյանի թիմն էր եւ անձամբ Փաշինյանն էր այս ընտրությունը քաղաքայինից դարձրել քաղաքական ու համապետական։ Ընդդիմադիր տեխնացուներից առաջ Նիկոլ Փաշինյանը իր ելույթով Գյումրու ընտրությունները համայնքայինից դարձրեց համապետական քաղաքական։ Եվ գյումրեցիները իրենց քվեարկությամբ մերժեցին Նիկոլին։ Սա իրոք լուրջ հարված էր։ Ինչու՞, որովհետև Նիկոլ Փաշինյանի ծրագիրը, եթե մինչև 26 թվականը ինքը մնա, ինքը ցանկանում է 26 թվականի պարլամենտական ընտրություններին զուգահեռ իրականացնել սահմանադրության փոփոխություն, այսինքն նոր սահմանադրության ընդունում։ Իսկ նոր սահմանադրության ընդունումը առնվազն 700-800 ձայն է անհրաժեշտ։ Ինքը տեսնում է, որ այդքան ձայն չի լինելու։ Հետևաբար Իսկ Իլհամ Ալիևը, վախն է, Էրդողանի ձև Ալիևից վախն է, չէ։ Իլհամ Ալիևը նրան ասել է, որ այդ խաղաղության պայմանագիր կոչված թուղթը կստորագրեն միայն մի դեպքում, երբ Հայաստանը փոխի սահմանադրությունը, ունենա նոր սահմանադրություն։
Հետևաբար Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ ինքը ֆիասկո է ապրում եւ ինքը ձախողվում է։ Եվ կրկնում եմ, ամբողջ ԿՊ աջակիցները, բացի երկու հոգուց այնտեղ էին։ Այդ Նիկոլ Փաշինյանը ինչքան աջակից ուներ, լցրել էին Գյումրի։ Բացի երկու հոգուց։ Հա, բայց գիտեք ովքեր են երկու հոգի։ Էրդողանն ու Ալիևը։ Բացի Էրդողանից ու Ալիևից Նիկոլի բոլոր պաշտպաններն այնտեղ էին։ Ուղղակի կամ անուղղակի։ Նույնիսկ դրանով նրանք պարտվեցին։ Սա է ամենակարևոր մեսիջը։ Բայց սա նորություն չի։ Նիկոլը պարտվել է նաև Երևանում։ Պարզապես ֆոկուս արեցին Ավիյանին սարքեցին քաղաքապետ։ Պարտվել է Ալավերդում։ Էլի ֆոկուս արեցին։ Պարտվել է Վանաձորում, պարտվել է Սյունիքի քաղաքներում, պարտվել է Բերդում, պարտվել է Մասիսում։ Զս հիմա Աբովյանում, բազմաթիվ համայնքներում պարտվել է, պարզապես ինքը որտեղ պարտվում, բայց այս Գյումրու ընտրությունները ինչով էին արժանահիշատակ, որ գրեթե ոչ միտեղ Փաշինյանը անձամբ չէր մասնակցում այդ ընտրապայքարին։ Գյումրիում ինքը անձամբ մասնակցեց։ Մի անգամ անձամբ գնացին մասնակցին, երկրորդ օրը այդքան գյումրեցի չկար իրանց հանրահավաքին, ինչքան դրսից բերված մարդիկ, այո։ Եվ մենք տեսանք, որ երևանցիներն ավելի շատ էին ԿՊ-ի հանրահավաքին, քան գյումրեցիները։ Եվ չնայած այդ ճնշմանը, Գյումրին մերժեց Նիկոլ Փաշինյանին։ Սա է իմ համար ամենաառաջնային խնդիրը եւ արձանագրումը այս ընտրությունների։ Բայց սա չի նշանակում, որ պետք է գերարժևորենք ընտրությունը։ ինչու։ Ասեմ ինչու, որովհետև տեսեք, իրանք ամեն դեպքում թիմ ընտրություններ են։ Եվ այդ ցանկացած ընտրություն, թիմ ընտրություն, եթե դու չես կապիտալիզացնում քաղաքական առումով, ինքը օդը դուրս է գալիս եւ գնում է։ Իսկ ցանկացած ընտրություն, ցանկացած քաղաքական գործողություն պետք է ընդդիմությունը կապիտալիզացնի։ Հիմա ընդդիմության կապիտալիզացիան իմ կարծիքով ոչ թե ընդդիմադիր, ոչ միայն ընդդիմադիր համայնքապետ կամ փոխքաղաքապետ կամ ընդդիմադիր համայնքը չի կարող ընդդիմադիր համայնք գլոբալ առումով դասական առումով լինի, որովհետև ի վերջո նոր ընտրված համայնքապետը պետք է աշխատի մարզպետի հետ, պետք է աշխատի տարածքային կառավարման նախարարի հետ, պետք է աշխատի կառավարության հետ, վարչապետի, իհարկե։ Ուժային կառույցների հետ չուզի։ Չի կարա նիգիլիստական մոտեցում ունենալ, եւ չի կարա աշխատի։ Կապիտալիզացիան այլ բանի մեջ է, որ սա համապետական ընտրություններ պարզապես Գյումրիում եւ սա պետք է տարածել այս ընդդիմադիր էմոցիաները, այս ընդդիմադիր տրամադրությունները ԿՊ-ի մերժելու տրամադրությունը նաեւ բոլոր համայնքներով։ Եթե սա այս էմոցիան շարունակություն չունեցավ քաղաքական առումով, Այն Պողոսը դարավ քաղաքապետ, Պետրոսը դարավ փոխքաղաքապետ։ Արդյունք չի լինելու, այո։ Ես կարծում եմ, որ քաղաքական արդյունքը պետք է լինի։ Ես դրա համար ասեցի, որ իմ համար եւ առհասարակ քաղաքական առումով ամենակարևոր արձանագրումը ԿՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն էր։ Ինքը որ ասում է ժողովուրդը ոնց որոշի, Գյումրիում ժողովուրդը որոշեց, ինքը հոգիտի։ Ինքը իրանք կարան բոլորին խափեն, բայց իրանք իրանց ոչ չեն կարող խափեն։ Իրանք գիտեն, չէ, ինչ մեխանիզմներ են իրանք ներդրել, իրանք ինչ են արել։ Ու այդքանով հանդերձ Գյումրին, որը նաև ունի խորհրդանշական նշանակություն, Նիկոլ Փաշինյանը տեղից էր, չէ՞, այլ արշավով գալիս մերժելու Հայաստանի երրորդ հանրապետությունը 7 տարի առաջ։ Այո։ Իսկ ինչքան գիտեմ, իրանց համար այդ սիմվոլիզմը շատ մեծ նշանակություն ունի։ Պարտություններ, երևի պարտությունների շահանակը սկսի էլի ստեղից։ Պարոն Շարմազանը, վերջին 2 օրերին, հա, քվեարկության ավարտից հետո մենք տեսնում ենք, որ երկրորդ նախագահային հարող շրջանակները հերթական քարոզչական գրոհն են սկսել հանրապետականի եւ երրորդ նախագահի ուղղությամբ նախ ընդդիմադիր տեխնացուներից որոշներին կապում են ձեր հետ եւ կոնկրետ օրինակ Մարտուն Գրիգորյանի հետ կապված իրավիճակում տարատեսակ դավադրապաշտական թեզեր են տարածում, թե երրորդ նախագահը եւ Նիկոլը պարտվում են Գյումրիում, փորձեն անում կապել։ Հասկացա, այդ ովքեր են ասում։ Երկրորդ նախագահի կողմնակիցները, իրանք կարծում ավարտել, ես մի առիթով
Կարդացել եմ երկրորդ նախագահի գրքից հատված։ 540 էջ։ Երբ որ երկրորդ նախագահը 18 թվականի հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց գրեթե 2 ամիս անց ներկայացնելով 18 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունները հիացմունքով էր խոսում այդ Չարիքի հեղափոխության մասին։ Երբ որ ասում էր, որ այդ ոգեշնչողն ու առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է, երբ որ ներկայացնելով այդ շարժումը ասում էր հանրությունը արտացավ լեթարգիական քնից, երբ որ ասում էր, որ Նիկոլ Փաշինյանին պետք է արժանի մատուցել, երբ որ ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ ձևեր ընտրեց իշխանություններին դիմակայելու, այդ որոնք են այդ ճիշտ ձևերը։ Իսկ Աշոտյանի դագաղը հանելը, իմ սև լենտերը հանելը, հա, մեր երեխաներն ու ընտանիքները թիրախավորելը, հոգեբանական։ Այս ավարտը, հələ մենք մի կողմ։ Ռոբերտ Աբաջյանի, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապուն բեմ հանելը, խաղաղապահ զորագնդի դուրս գալը հակասահմանադրական ճանապարհով, դա էր ըստ իրենց շեֆի, որը դասալքություն է։ Այո, որը դասալքությունն է, ասենք ճիշտ ձևը դասալքությունն է։ Պաշտպանության նախարարի դեմը փակելը, ես սա ինչ ասում եմ, գրված է 540 էջում, ես մի անգամ կարդացել եմ։ Ու թող իրանք ձենները կտրեն, վերընկնեն իրաց տեղը։ Նիկոլականն են իրենք, Նիկոլին բեյողնել են իրենք, Նիկոլի հեղափոխությունով հիացմունքի խոսքեր ասողնել են իրենք։ Սերժ Սարգսյանի մերժողներն էլ իրանք են եղել։ Պարզապես իրանք իրանց տեղը չեն գտնում, որ 18 թվականի մեր դագաղները հանեցին, մեր լենտերը հանեցին, մեզ մերժեցին, բայց մենք կանք, պայքարում ենք։ Ասում եմ ոնց արա, այս իրանց այսքան խփեցինք, սրանք հələ կան։ Այդ ասողները, ես չգիտեմ ովքեր են, բայց համոզված են, որ դրանց մեծ մասը, եթե բզբզեք, 2018 թվականի այդ տեսեք ով ինչ արել, դրանց 99%-ի գլխին կամ դուխով գլխակը կտեսնեք, կամ Նիկոլի գրպաններում իրանց կտեսնեք։ Հիմա եկել եք ինչն են քննարկում։ Հիմա գամ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, հարգելիներս, մենք ոչ մեկի թիգունքում թաքնվելու բան չունենք, եթե Հանրապետական ունենար ընդ թեկնածու, կհայտարարեր։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է, որ չի մասնակցում Գյումրու ընտրություններում, չի առաջադրվել։ Եվ մենք մեր թիմին ասել ենք, որ դուք ազատ եք ընդդիմադիր թեկնածուներին պաշտպանելու գործում։ Այո, Մարտուն Գրիգորյանի հետ մենք ունենք ընկերական հարաբերություն, կոնկրետ ես։ Բայց այդ ընկերական հարաբերությունը սկիզբ առել դեռևս այն ժամանակահատվածից 2016 թվականից, երբ որ Մարտուն Գրիգորյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավոր էր։ Ես իշխանական ԱԺ փոխնախագահ էի, այդ մարդը ընդդիմադիր պատգամավոր, բայց մենք շփվում ենք։ Բայց դա չի նշանակում, որ Մարտուն Գրիգորյանը կամ Ռուբեն Մխիթարյանը իր քաղաքական ծրագրերը համաձայնեցնում է Մելիք Ադամյան 2-ում։ Այո, ես շատ ուրախ եմ նրանց Սա շատ կարևոր բանի համար, սա ֆակտ եմ ասում, այսինքն ինչ, ոչ Մարտուն Գրիգորյանն է ամաչում, որ մենք մեր թեկնածուները ասել մենք հանրապետականի թեկնածուն ենք, ոչ Ռուբեն Մխիթարյանը, ոչ էլ մենք։ Մեզ համար, կոնկրետ իմ համար, Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ լինելը պատիվ է։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իր բոլոր առաջնորդներով ծառայել է Հայաստանին եւ Արցախին։ Հիմնադիր Աշոտ Նավասարդյանով, երկիրը շենացնող Անդրանիկ Մարգարյանով, բանակ ստեղծող Վազգեն Սարգսյանով, Արցախ ազատագրող Սերժ Սարգսյանով, Թուրքին 2 անգամ հաղթող Սերժ Սարգսյանով։ Մենք հող ենք ազատագրել։ Հանրապետականը կանգնած է եղել մեր պետության ազգային պետության ստեղծման ակունքներում։ Հանրապետական հայրերը կանգնած են եղել անկախության գաղափարի ակունքներում։ Սովետական բանտերը անցած։ Գուլակներում նստել են։ Վերջերս Աշոտ Նավասարդյանը 75-րդ տարեդարձն էր։ Սերժ Սարգսյանի օժանդակությամբ նաև նրա մասնակցությամբ բացվեց Աշոտ Նավասարդյանի տուն-թանգարանը։ Այցելեք կտեսնեք։ Այդ մարդիկ դեռևս խորհրդային ժամանակաշրջանում պայքարել են հանուն անկախության։ Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ դեռ 89 թվականին ստեղծվել է անկախության բանակ ռազմաքաղաքական միավորը։ Այն ժամանակ դա աներևակայել 35 տարի առաջ մի օր հետո ապրիլի 2-ին առաջ
ծնվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ հանրապետականները պայքարի առաջին իսկ օրվանից եղել են առաջնագծում մեր մյուս կուսակցական գաղափարական ղեկավարները հիմնադիր հայրերից Անդրանիկ Մարգարյանը Գետաշենի պաշտպանության լիդերներից է եղել այնուհետև ամենաերկարաժամկետ վարչապետն է եղել Սերժ Սարգսյանի ու Վազգեն Սարգսյանի մասն էլ չասեմ Իսկ հանրապետական լինելը նենց բան է հանրապետական լինելը պատիվ է ով որ տես չի մտածել 18 թվականից તો վեշերը վեկացել է գնացել է բարի ճանապարհ եւ հանրապետականը որևէ մեկի թիգունքում պահկվելու չունի ու թող որևէ մեկին չփորձի հանրապետականի շանտաժի լեզվով խոսա եթե իրանց այդ շանտաժի լեզվով խոսում են թող իրանց չթվա որ որևէ մեկը կամ երրորդ նախագահի կամ հանրապետականի հետ կարող է շանտաժի լեզվով խոսա այդ լեզուն կգտնենք կմցնենք համապատասխան տեղը Չի կարելի։ Շանտաժի լեզուն դա քաղաքական լեզու չի։ Եվ չփորձեք շանտաժ անեք։ Ու մեզ չվերագրեք բաներ, որի մեջ մենք կանք։ Երբ որ մենք Նիկոլի դեմ պայքարում էինք, Խաղբանտակյալ Աշոտյանն ու Շարմազանովը, ու լիքը հանրապետականներ, դուք Նիկոլի աջ ու ձախ գրպանում էիք։ Իսկ որոշները տարբեր աղիքներում։ Մեկ էլ հանրապետականին եք բան ասում։ Սա չի նշանակում ամենևին Դավիթ ջան, որ մենք անսխալական ենք, սա չի նշանակում, որ մենք սխալներ չենք գործել, մեղքի չունենք, բայց դուք ընդունել եք ձեր սխալները։ Թող ամեն մեկը իր սխալների ինքը իր ընդունի իր սխալների գոնե մենք ինչպես ընդունել ենք մեր սխալները, թող ամեն մեկը դրա մի տոկոս իր գործած սխալների ընդունի։ Իսկ իրանք ընդունել են իրենց սխալները, որ ոգևորվել են Նիկոլի հեղափոխությամբ, որ շապայն են բացում ապրիլի 23-ին, որ գրքերում գրում են ձոներ, որ ժողովուրդը լեթարգիայից արթնացավ։ Բայց դուք եք գրում ժողովուրդը լեթարգիայից արթնացավ, ձեր ցավը տանեմ։ Դուք եք գրել այդ գրքում, որ Սերժ Սարգսյանը ճշմարտ արդյունքում հրաժարական տվեց։ Դուք։ Համես անուններ չտամ էլի, բոլորս գիտենք։ Մի մասը գնացին Նիկոլի մոտ հեր կանգնեցին, տեսան Նիկոլը գործ չի տարի, դարան ընդդիմադիր, կամ այդ նույն դրանք, երբ որ երկրորդ նախագահը բռնված էր, ուր էին բա։ Երբ որ Շարմազանը Էդուարդը իր հանրապետական ընկերների հետ դատարան էր գնում, առաջին դատերին, ուր էին դրանք։ Կարծեմ հենց առաջինն էլ ՀՀԿ-ն դատապարտեց։ ՀՀԿ միակուշն ա եղել, որը քաղաքական հայտարարություն է արել 18 թվականին եւ անվանել է Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը անօրինական եւ քաղաքական հետապնդում։ Միակն ա եղել։ ՀՀԿ-ն ստորագրավակ արել, ուր էին բա դրանք։ Հատուկ ծակերից դուրս գան խոսային։ Թե վախում էին Նիկոլի դեմ խոսան, կարող է Նիկոլի չակուճով գղտեին տար։ Համի դրանք եկել են հանրապետականին ու ինձ ուզում են շանտաժ անեն։ Շանտաժ գնացեք ձեր կլենտուրային արեք, մեզնից հեռու մնացեք։ Պարոն Շարմազանով, Ադրբեջանը նորից կրակում է եւ այս համատեքստում մի քանի դիտարկում իրականացնեմ։ Երբ որ վերջին 1-2 շաբաթվա ընթացքում տեղեկություններ էին տարածվում, որ Ադրբեջանը կրակում է, մամուլում գլխավորապես, Հայաստանի պաշտպանության նախարարությունը աբսուրդ մի հայտարարություն տարածեց, նշելով, որ մեր ուղղությամբ չեն կրակում եւ հարկ չկա ֆիքսել։ Լուսնի ուղղությամբ, էլի, հա, կամ արևի, կամ լուսնի։ Երևի։ Բայց իրավիճակը այնպիսի լարվածության հասել, որ արդեն բնակելի տների վրա են կրակում եւ Սուրեն Պապիկյանի այդ կառույցը այլևս չի կարողանում հերքել։ Ինչու է Ադրբեջանը կրակում հիմա, եթե նա այսպես ասած շակերտավոր բանակցային սեղանին կարողանում է ամեն ինչ ստանալ։ Ադրբեջանը կրակում է, ոչ թե Նիկոլի դեմ է այդ կրակոցները, այդ կրակոցները հայ ժողովրդի դեմ են եւ օգնում են Նիկոլին, որպեսզի այդ կրակոցներն օգտագործելով վախի մթնոլորտ ու շանտաժով կորզի հայ ժողովրդից զիջումները։ Ես քիչ առաջ ասեցի, որ մինչև համահայրությունը չընդունվի նոր, խաղաղության պայմանագիր չի կնքվելու, դա ասել է Ալիևը։ Որպեսզի համահայրությունը ընդունվի, պետք է կարծեմ 700,000-ից ավել ձայն լինի։ Այդ կամալ պետք է գնա քվեարկի։
ակնհայտ է, չէ՞ որ այդքան մարդ չի քվեարկելու։ Միանշանակ։ Դե Նիկոլ Փաշինյանն ինչ է մնում։ Որ գնա ժողովրդին ասի ժողովուրդ ջան, քվեարկեք, որ Ալիևը չսպանի, տես կրակում է։ Շանտաժ անի։ Նիկոլ Փաշինյանը զբաղված է սեփական ժողովրդի նկատմամբ ահաբեկման քաղաքականություն իրականացնելով։ Հիշում եք 1 տարի առաջ որ գնաց բան, Տավուշ։ Ինչ ասեց այնտեղ։ Շաբաթվա վերջ կլինի Ասես եթե չտանք ես, շաբաթվա վերջ կլինի։ Հիմա նույնն է ասելու։ Իմ տպավորությամբ կամ շատերի տպավորությամբ կարա լինի պայմանավորված օպերացիա, ադրբեջանցի կրակեն, այս ժողովուրդը վախեցած վիճակում է, մի մասը շատ վախը դա բնական զգացողություն է։ 5000 զոհ են տվել, 120,000 մարդիկ անտուն են մնացել, 12000-ից ավել վիրավորներ կան։ Նիկոլն է դա օգտագործում ասում է, էլի կկրակեն, էլի զոհեր կլինեն։ Եթե չստորագրեն կկրակեն, կգան, կսպանեն։ Սա պայմանավորված իմ տպավորությամբ։ Թե չէ Նիկոլ Փաշինյանը հենց այնպես էլ տալիս է, պարզապես կամի բան, որ Նիկոլ Փաշինյանի ձեռը չի։ Ալիևն ասել է պետք է նոր սահմանություն լինի, Նիկոլ Փաշինյանը չի կարա իր ԿՊ-ով որոշի ու սահմանություն նոր ընդունի։ Ուզած պետք է մարտի գնան քվեարկեն։ Փաշինյանը դա 50,000 զեն չի, 100,000 զեն չի որ կեղծի։ 700,000-ից ավել զեն է պետք։ Վերջին հարցազրույցում Փաշինյանը նշեց, որ սահմանադրական այսպես կոչված փոփոխությունները 27 թվականին են նախատեսված։ Դրանից հետո արդեն կարող Ալիևը կրակում է որ արագացնի։ Հենց Հիկմետ Հաջիևն էր խոսում, նաև վերջերս իրենց հատուկ հանձնարարությունով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարեց, որ պետք է անմիջապես դա լինի եւ Հայաստանին տրված այդ հնարավորությունների պատուհանը անսպառ չէ խաղաղության հասնելու, հա։ Այսինքն, եթե շարժվենք այն տրամաբանությամբ, որ Ադրբեջանը չի ուզում սպասել մինչև 27 թվական, ինչպես է Փաշինյանը իրականացնելու իր առջև դրված հերթական պատվերը։ Դավիթ ջան, ես կարծում եմ, մենք սխալ ուղղությամբ ենք գալու։ Մենք ոչ թե պետք է մտածենք ինչպես է Փաշինյանը անում, այլ պետք է մտածենք ինչ անենք, որ Փաշինյանը չանի։ Շատ լավ։ Ինչ անենք, որ Փաշինյանը չանի, պետք է չհասնեն մինչև 26 թվականի ընտրությունը կամ 27 թվականի սահմանադրական հանրաքվեն։ Պետք է օգտագործել այս ընդդիմադիր էներգիան, այս հականիկոլական էներգիան, քիչ-քիչ դա կապիտալիզացնել եւ փորձել Գյումրի օրինակով էլի արտնասնել հասարակության ազգային հատվածը, բայց այս անգամ արդեն շատ նորմալ չափված ձևած ծրագրով, այդ թվում է աշխարհաքաղաքական կենտրոններին ուղղված, ոչ միայն մեր հանրության, այլ նաև մեր աշխարհաքաղաքական կենտրոններին, Իրանին, Ռուսաստանին, Եվրոպային Միացյալ Նահանգներին, Չինաստանին, ինչու՞ չէ նաև Հնդկաստանին։ Եվ այստեղ շատ կարևոր է կեղծ ու իրական ընդդիմության բյուրեղացումը։ Հիմա այն մարդիկ, ովքեր որ ցեխ են շպրտում հանրապետականի վրա, Նիկոլին թողած, կրկնում եմ, ցանկացած պատե ու ոչ պատե առիթ օգտագործելով, անբարոյական ստեր հորինելով, ցեխ են շպրտում մեր վրա ու երրորդ նախագահի վրա։ Նրանք դրանով ում են օգնում։ Ընդդիմության ընդհանուր հաղթանակին, ազգային ուժերին, թե նպաստում են ինչպես 18 թվականին Նիկոլա Բերությանը։ Ես սա եմ ուզում հասկանամ։ Եթե ձեր նպատակը Նիկոլին հեռացնելն է, դուք Սերժ Սարգսյանից ուրիշ հերոսի անուն չգիտեք, բայց ձեր հակահայրույցը պետք է լինի Նիկոլը։ Ինչու է հանրապետականը։ Հիմա դուք դրանով օգնում եք Նիկոլի հեռացմանը կամ հայրենիքի փրկությանը, իհարկե ոչ։ Դրա համար թող հանրությունը մտածի։ Հանրապետականը երբեք ոչ մի պարագայում ներքաղաքական, միջկուսակցական կռվի մեջ առաջինը չի մտել։ Կրկնում եմ, մենք միշտ եղել ենք հնարավորինս կոռեկտ եւ համերաշխության քաղաքականություն ենք քարոզել։ Եվ ասել ենք, որ մեզ համար ներքաղաքական մեկ օրակարգ կա եւ շարունակում է մնալ այդ օրակարգը։ Նիկոլի հեռացումը։ Բայց անհնար է մեր բասի սուտը տարածել, մեզ քարով խփել
մի օր զեն չանենք, երկու օր զեն չանենք, մենք քաղաքական լոխեր չենք, որ զեն չանենք, կներեք։ Սա է խնդիրը։ Դրա համար պետք է բյուրեղանա նաև ընդդիմադիր դաշտը։ Պետք է հասկանանք ով ինչ անում այդ ընդդիմադիր դաշտում, ով ինչա ուզում։ Ես Էդուարդ Շարմազանովը, Սամեն Աշոտյանը, Վարան Բաղդասարյանը, Սարտակ Զաքարյանը, մեր Տիգրան Աբրահամյան, Մամիջանյանը, մեր Աննա, մեր բոլոր թիմը, հա։ Մեկին կարող եմ մոռանամ Գերիխը Դանիելյան, Ջահելներով, Մինասյան Գագիկը մինչև Նիկոյան Սամվել, բոլորը 18 թվից հիմա կռիվ ենք տալի, չէ՞։ Ու այդ կռիվը տվել են, երբևէ դուք լսել եք, որ հանրապետականներից որևէ մեկը գա ասի, մինչև ես ամյոնից չխոսամ, միտինգ դուրս չեմ գալի, մինչև իս նախարարի պաշտոն չխոստանաք, մենք սա չենք անում։ Մինչև մենք այս պաշտոնը չլնի կամ էսի չէ, մենք երբեք պայմաններ չենք դրել, չէ։ Մենք մի հատ ամբողջ համագումար ենք արել, որը բաղկացած եղել երկու մասից։ Առաջի մասը նվիրված եղել մեր թեյությունների ու բաստողումների ու սխալների անալիզին։ Երկրորդը, որ ընդդիմությունը, եթե մենք պետք է միավորվենք, համերաշխությունը լինի եւ զրո ամբիցիա ցուցաբերենք։ Բայց սրանք երևի զրո ամբիցիան հասկացան, մենք սադի գոքոր ենք, ինչ ասում ենք զեն չենք անելու։ Զրո ամբիցիան դրա մասին չի։ Զրո ամբիցիան նրա մասին է, որ մենք հայրենիքը պաշտոնի ճատ ենք սիրում։ Որ մեր համար պաշտոնը երկրորդականը հայրենիքն է առաջնային։ Բայց ամենևին չի նշանակը, որ դուք կարող եք, եթե մենք ասում ենք զրո ամբիցիա, դուք ինչ ուզեք կարող մեզ հետ վարվեք, ասեք ինձ ու տասեք հանրապետականի վրա տարածեք։ Մանավանդ կրկնում եմ, շանտաժով։ Իդեպ այդպիսի հասունություն ունեին հենց ձեր նշածի համատեքստում, օրինակ երկրորդ աշխարհամարտում Չերչիլը, Ստալինը, Ռուզվելտը, որոնք իրենց բոլոր աշխարհաքաղաքական ամբիցիաները մի կողմ դրած։ Նու ամբիցիաները մի կողմ չդրեցին, բայց պարզ է գիտակցությունը այո, ոչ թե ամբիցիաները մի կողմ դրեցին, իրանք առաջնահերթություն դրեցին հիտլերիզմի եւ Մուսոլինի հաղթելը, միանշանակ։ Եվ երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո միասնական ջանքերով հաղթեցին Հիտլերին, Պոզդամի կոնֆերանսից հետո էլի ամեն մեկի իր գործը, մանավանդ Պոզդամի վերջում արդեն Տրումենն էր, ասիկա Պոզդամում արդեն Տրումենն էր, Ռուզվելտը չկար, իսկ Պոզդամի երկրորդ փուլում արդեն Կլիմենտետլին տեղա փոխարինեց Չերչիլին, Չերչիլն էլ ընտրությունը պարտվեց։ Եվ այդ իմաստով դրանից հետո արդեն 46 թվականի Ֆուլտոնյան ճառով էլի գնաց աշխարհի վերաբաժանում։ Մեր ասել է որը նորմալ էր իրականում։ Դավիթ ջան, ես 100 անգամ ասել եմ, չէ, հանրապետականի անունից։ Մինչդեռ այն ժամանակ դեռ այդքան ցայտուն չէ, դեռ այդքան անվանական չէր։ Տակերից գրում էին, ջնջում էին, ասում են տղեկ, ով ասում են կապ չունենք, ապրի խաբար չենք։ Մենք ինչ էինք ասում։ Ասում ենք ժողովուրդ ջան։ Բերեք գլխավորում միասնություն, երկրորդականում ազատություն, ամեն ինչում սեր։ Սերը հայրենիքի հանդեպ եւ մեր ընդհանուր գործի։ Եվ ինչ էինք ասում։ Ասում ենք բերեք ամեն մեկս մի կողմ դնելով, սառեցնելով, ոչ թե մոռանալով, այլ սառեցնելով ներքաղաքական տարաձայնությունները, այս հարցը լուծենք, այս գլխավոր ազգային չարիքից ազատվենք, նոր դրանից հետո էլի ամեն մեկս մեր ծրագիրն ունենք։ Մենք քաղաքական պայքարից վախեցող չենք, մենք քաղաքական մրցակցությունից վախեցող չենք։ Տո մենք գոտկատեղից ներքև հարվածից մենք 18 թիվ ենք տա, ես չեմ ուզում ասեմ մենք Ռոբին Հուդն ենք։ Բայց ժողովուրդ չհասկացաք, որ մենք պայքարից վախեցող չենք։ Չհասկացաք, որ հնարավոր չի մեզ շանտաժով վախեցնել։ Չջոգիք։ Այն 55-ի մեջ մենք ենք եղել, որ գրել է 3 միլիոն ընդեմ 55-ի, 54-ը մենք ենք, հանրապետական է մեկն մեր Աղվան Վարդանյանը։ Դուք չկայք այդ 55-ի մեջ։ Հիմա դուք ուզում եք մենք շանտաժ անենք։ հրապարակներում են երևի։ Երևի չէ, խի հաստատ, խի երևի։ Անուն ասա, հերթով ասեմ, հրապարակում են, թե որտեղ են։ Ես նոր քիչ առաջ շատ հանրամատչելի մեջ բերեցի 540 էջ գրքի։ Էջն էլ ասում են, որ կարդան։ Ի՞նչն աստեղ, ասինքն ի՞նչն աստեղ խնդիր։ Սա ամենևին չնշանակում մենք սխալ չենք ունեցել, թե հասում չենք ունեցել Դավիթ ջան, բայց կանգնել Նիկոլ Բերողը Նիկոլի դեմ պայքարողին
մեղադրի Նիկոլ բերելու մեջ, դա անբարոյականությունն է։ Ինձ համար ամենամեծագույն անբարոյականություններից մեկը քաղաքականության մեջ գիտակցված Նիկոլին բերտալ իշխանությունը։ Ու ինձ, ու իմ ընկերներին, որենք քաղաքական ու հոգեբանական տերորի մեջով են անցել, իրանք вообще հասկանում են դա ինչ է։ Սերժ Սարգսյանին ու հանրապետականի Նիկոլաբերության մեջ կարա մեղադրի միայն այն քաղաքական գործիչն ու քաղաքական թիմը, ով որ սպասոբնի է, ինք իր կնոջ, երեխուն, ընտանիքին, թիմին, հազրապատի քֆուրներ տալտա, ինչա իրան ինչ-որ մի հատ նպատակը հասնի։ Եթե իրանց համար քաղաքականության մեջ բարոյականություն չկա, ապա ինչպես կասել ժամանակի հանրապետականի առաջնորդ Վազգեն Սպարապետը, մեծ համար քաղաքականության մեջ բարոյական կատեգորիաներ կան։ Պարոն Շարմազանով, եւ ամփոփելով եւս մեկ հարց, դուք նշեցիք աշխարհաքաղաքական կենտրոնների հետ աշխատելու կարևորությունը։ Հիմա Միացյալ Նահանգներում նոր ադմինիստրացիա է, որը լրջագույն խնդիրներ ունի Եվրոպայի հետ, Ուկրաինայի եւ ռուսների հետ կապված հարցերում։ Նաեւ ես հիշում եմ հունվար ամսվա վերջին փոխնախագահ Վենսի ելույթը, որտեղ նա խոսում էր Մյունխենում, այո։ Ելույթ չէ, պաշտոնս որտեղ այո, նա ըստ էության հայտարարեց, որ եվրոպական երկրները իրենց ժողովրդավարական արժեքները սպառել են, այո, եւ այսպիսի ադմինիստրացիայի արկայության պարագայում, որը USAID-ին փակեց, նաեւ ազատության ֆինանսավորումը կասեցրեց։ Ազգային պահպանողական։ Այո։ Հիմա արդյոք սրանով Փաշինյանական իշխանությունը չի զրկում իր արտաքին քաղաքական հիմնական դոնորներից եւ արդյոք չի հեշտացվում ընդդիմության անելիքը։ Տեսեք, հիշում եք հունվարի կեսին, որ Փաշինյանի ադմինիստրացիան գնաց Բայդենի հետ բանը, Բլինկենի հետ բան ստորագրեց։ Որից ձենզուն չկա այլ։ Մի ձենզուն չկա, չէ՞։ Այն որ գնացին ցույց տվին, որ սա պատմական բան է, մենք էլ ասենք արա հոդուք հիմար չեք։ Մի շաբաթից էս մարդիկ գնում են, նոր ադմինիստրացիա գալի, գնացողի հետ էս ինչ եք ստորագրում։ Մի ձենզուն չկա, չէ՞, կարասի սա նախադեպ բան ինչ կա։ Նիկոլ Փաշինյանը զրկվել է իր գլխավոր աշխարհաքաղաքական հովանավորներից մեկից, Բայդենի վարչակարգից։ Սա մեկ։ Հաջորդը Մակրոնն է, այլ Մակրոնը 2 տարի հետո էլ չի կարող ինքը առաջադրվել, բայց իր գլխավոր աշխարհաքաղաքական պատրոնը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, Թուրքիան է, որը նույնպես հիմա խնդիրներ ունի։ Այո, սա է խնդիրը։ Բայց չպետք է թերագնահատել Թուրքիան Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ինքը միշտ էլ խնդիրներ ունեցել է, բայց չգիտեմ ասեմ, բայց կարողացել է վարպետորեն այդ խնդիրներով անցնել եւ լուծել եւ մնալ իշխանության ղեկին։ Հիմա դուք ասում եք ընդդիմությունն ինչ պետք է անի, ընդդիմությունը մեր մոտ բազմաշերտ է։ Ես մեր փոխարեն կարող եմ ասել։ Մենք պետք է այո աշխատենք աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ, բայց ոչ նույն հեռավորության վրա։ Օրինակ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների մենք գործընկեր ենք։ Իսկ Ռուսաստանի Դաշնության հետ մենք դաշնակից ենք։ Նախ մենք պետք է վերադառնանք հապկ։ Բոլոր խնդիրներով հանդերձ մենք պետք է վերադառնանք հապկ։ Որովհետեւ հապկում, երբ որ մենք ունեցել ենք նորմալ ղեկավար, իդեմս Սերժ Սարգսյանի, հապկը Հայաստանին եւ քաղաքական եւ ռազմական աջակցություն է ցույց տվել։ Խոսքը 16 թվականին է։ 16 թվականի պատերազմից հետո եւ զորավարժություններ եղան եւ 16 թվականի պատերազմից հետո աշնանը հապկի ղեկավարները, այդ թվում նաեւ Պուտինը, Լուկաշենկո եւ Նազարբաևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչու եմ ասում գրացել Լեռնային Ղարաբաղը, մեծ համար Արցախյան հակամարտության վերաբերյալ արեցին քաղաքական հայտարարություն, որտեղ այն ձևակերպումներն է, որը Սարգսյան-Նալբանդյան տանդեմը դրել էր սեղանին։ Իսկ երբ որ եկավ Նիկոլ Փաշինյանը, մենք ունեցանք խնդիրներ։ Պետք է խորացնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ Եվ այստեղ ես շատ եմ կարևորում միջկուսակցական կապերը։ Եվ այս բանով պետք է ասեմ, որ մենք եւ զարգացնում ենք հարաբերությունները Եվրոպայի ժողովրդական կուսակցության հետ, բայց նաեւ շատ զարգացնում ենք կապերը եւ այս տարիների ընթացքում շատ ենք զարգացրել
եւ ընդամենը 2 շաբաթից ես էլի մեկնելու եմ Մոսկվա, Եդինա Ռոսիայի հրավերով, նրանց գլխավոր բյուրոյի հենց պաշտոնական հրավերով, անձնական, կուսակցական, որպեսզի քննարկենք ոչ միայն հանրապետական կուսակցության ու Եդինա Ռոսիայի ապագա համագործակցության խնդիրներ, այլ նաև հայ-ռուսական օրակարգի։ Այստեղ շատ կարևոր է նաև միջկուսակցական խողովակները։ Ավելին պետք է ասել, որ մեր երիտասարդական կազմակերպությունը կապեր է հաստատել ոչ միայն Եդինա Ռոսիայի, այլ նաև Հնդկաստանի իշխող կուսակցության եւ Պարսկաստանի, Իրանի իշխող կուսակցության հետ։ Այսինքն ընդդիմության համար ես չգիտեմ, դաշնակցությունը, քանի որ ինքը 135-ամյա կուսակցություն եւ սոցինտերնի անդամ է, դաշնակցությանը հանգիստ ունենք, բայց երրորդ հանրապետության կուսակցություններից ես չգիտեմ երկրորդ կուսակցությունը, որի արտաքին կապերը այդքան զարգացել են 18 թվականից հետո, որքան հանրապետականինը։ Եվ դրանք ոչ թե ինքնանպատակ են, թե Աշոտյանի, թե Մամիջանյանի, թե իմ, թե Զաքայանի, թե Դանիելյանի բոլորի ելույթներում, թե աննամակ բոլորի ելույթներում, թե Տիգրան Աբրահամյանի բոլորի ելույթներում, այնտեղ դուրս մեր կոլեգաների հետ հանդիպումներում եւ Արցախի ինքնորոշման իրավունքի եւ Արցախում էթնիկ զտման եւ արցախահայերի վերադարձի եւ ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հայ-թուրքական հարաբերությունների այդ ազգային օրակարգը առկա է։ Սա է խնդիրը եւ այդ իմաստով պետք է ակտիվ աշխատել։ Իսկ ընդդիմությունը ինքը մեր մոտ բանը շատ տարբեր է, էլի։ Համի Նիկոլը բոլորին գործի նշանակում, հետո գործության հիմա դառնում է անդիմադիր։ Դրանք անդիմադիր են։ Ընդդիմությունը խո հարցազրույց տալով չի մենակ։ 4 տարի, 5 տարի, 3 տարի Նիկոլի մոտ աշխատում են, տարբեր պաշտոն են ձեռք բերում, մեկը դեսպան ալնում, մեկը նախարար ալնում, մեկը էս ալնում, մեկը էլ ասում է, վայ, չէ, ախպեր ջան։ Համի ես ինչ համոզվածել եմ, դա գործողված ճակերտավոր ընդդիմադիր է, թե իրական ընդդիմադիր է։ Երբ որ մենք ՀՊՇ-ի ու դիմադրության շարժման հետ միասին պայքարում էինք, փողոցում դրանք ուր էին։ Արցախը կորցված է, դրանք զեն չէին անում։ Դրանք ինչ ընդդիմադիր։ Հիմա նոր զարգացով խոսում են։ Ինչքան ընդդիմությունները մոտենան, այնքան կեղծ ընդդիմադիրները շատանալու են։ Բայց մեր պայքարը ոչ թե ընդդիմության մեջ առաջատար լինելու, այլ հայրենիք ունենալու մասին է։ Հայրենիք ունենալու։ Որտեղ եթե պետությունը ազգային նկարագիր չունեցավ, Դավիթ ջան, հայրենիք չեն կարող ունենանք։ Այդ հայրենիքին տեր է պետք։ Իսկ հայրենիքի տեր կարող է լինել միայն ազգային գաղափարախոսությամբ, պետական մտածողությամբ օժտված թիմերը, ում համար Արարատը բացարձակ սիմվոլ է, ում համար եկեղեցին բացարձակ սիմվոլ է, ում համար Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կարող լինել, թեկուզ գերված է, եւ ովքեր չեն մոռանա խոսել Բաքվի գերության մեջ մեր եղբայրների մասին։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրներ հանրապետական կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը, ձեզ հետ Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։